Բողոքի ակցիան իրականացնում մուլտիգրուպ ընկերությունների աշխատակիցները։ Կառավարության շենքի մոտ ներսում ընթացող նիստին զուգահեռ աշխատակիցները պահանջում են վերականգնել իրենց գործունեությունը ու թույլ տալ գնալ աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում աշխատակիցներից մեկը պարզաբանել է, որ դեռ աշխատավարձ չեն ստացել, մինչդեռ առջևում օգոստոս ամսվա վճարումներն են, իսկ իրենք դեռ չգիտեն կստանան արդյոք իրենց հասանելիք վճարը, թե ոչ։ Վնասները շատ են լինելու։ Դուք պատկերացնում եք ծնողները ինչքան են հիասթափվել հիմա մեզանից, մեր կառույցից, որ վճարել են ու չեն կարողանում իրանց պարապմունքները անցկացնել։ Վնասը նայա, որ գալու են հենց բացվեն, գալու են հետ վերադարձանեն իրանց գումարները։ Այդ արդեն վնաս չի, ո՞նց է կազմակերպությունը այդքան մարդկանց գումարը փոխանցելու։ Եվ վնասը աշխատակիցներին է ամենաշատը, որ չեն կարողանում աշխատել, գումար վաստակել, իրանց օրվա հացի հարցը լուծել։ Մենք արդեն խնդիր ունենք, երկրորդ ամիսն է ավարտվում, որ աշխատավարձ չենք ստացել, հունիսը չենք ստացել, որտեղ չհասցրեցին դեռ փոխանցել, իսկ հուլիսը դե չենք աշխատել ամբողջ ամիսը։ Օգոստոսին մարդիկ վարկեր, տան վարձ, չգիտեմ, կոմունալ ծախսեր եւ ապրելու հաց, ո՞նց են հայթայթելու, որ վճարեն։ Դա արդեն խնդիր է։ Ապրելու խնդիր է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից եւ իրեն պատկանող ընկերությունների կապարակնքումից հետո աշխատակիցներն անորոշության մեջ են հայտնվել։ Ոչ քննչական կոմիտեն է պատասխանել, թե մինչեւ երբ կապարակնքված կմնան ընկերությունները, ոչ էլ որևէ լուծում է առաջարկվել։ Օլիմպիավան մարզասրահի մարզիչի խոսքով իրենց մարզիկներն աշխարհի առաջնության են շուտով։ Ստիպված սեփական միջոցներով են փորձում մարզումներն անցկացնել, փորձելով բաց չթողնել պարապմունքները։ Շատ անգամ ստիպված են պարապել նաեւ փողոցում։ Աշխատավարձ ստանանք, մեր աշխատավարձերն ենք ուզում ստանանք, ուզում ենք հասկանանք երբ կգնանք աշխատանքի, թե մենք սյո, ինչ անենք, մանգանք, որ ջիմնա կառավարության հետ աշխատում գնանք ընդե աշխատանքի, մեր Օլիմպիավանում ուզում ենք գնանք աշխատանքի, ինչ եք ուզում մեզանից, մենք ստացվում է առանց այլ ընտրանք առաջարկելու միանգամից փակում են աշխատատեղը եւ արդեն այդ վիճակն է, երեխեք ջան, փակը բացի պատասխանել չկա, մենք աշխատավարձ ստանալու ենք, թե չէ։ Իմ տեսակը չի պատրաստվում Ծառուկյանից աշխատավարձ ուզի։ Ծառուկյանի վիճակը տեսնում ենք։ Անձնականացրել են, չգիտեմ ինչեր են սարքել։ Իմ տեսակը ուզում է իր աշխատավարձը անցած ամսվա արդեն եւ արդեն մտանք օգոստոս։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2026 6 ամսով արգելվել է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում ԵԱՏՄ երկրներից։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը ամբողջ ծավալով։ Նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։ Լոլիկի արտահանման սահմանափակումների կիրառման օրվանից 2026 թվականի մայիսի 22-ից մինչև հուլիսի 22-ը ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալը կազմել է շուրջ 800 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 7000 տոննա, ամբողջությամբ ԵԱՏՄ անդամ պետություններ։ Ռուսաստանը գիշեր հրթիռներով ու անօդաչուներով հերթական զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինային։ Նախնական տվյալներով զոհվել է 13 մարդ։ Մայրաքաղաք Կիևում զոհվել է 1, վիրավորվել 2 մարդ։ Մի քանի ոչ բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։ Ամենածանր հարվածներից մեկը հասցվել է Կրիվոյ Ռոգին։ Տեղական իշխանությունների տվյալներով ռուսական Իսկանդեր-M հրթիռը խոցել է բնակելի տուն։ Զոհվել է 6 մարդ, այդ թվում 5 եւ 12 տարեկան 2 աղջիկ։ 8 մարդ վիրավորվել է։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները եւ իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։ Այս հարձակման ֆոնին Լեհաստանը մարտական ինքնաթիռներ է օդ բարձրացրել։ Լեհաստանի զինված ուժերի հաղորդմամբ այդ քայլն արվել է երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նախորդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածի։ Նա քաղաքացիներին հորդորել էր հետևել օդային տագնապի ազդանշաններին եւ պատսպարվել։ Վայլբերիսի եւս մեկ պահեստ է հարձակման ենթարկվել Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում, կատարվել է կանխարգելիչ տարհանում։ Նախնական տեղեկություններով զոհեր չկան։ Լոգիստիկ շղթաները վերակազմակերպվել են եւ առաքումներն ու պատվերներն ընդունվում են այլ օբյեկտներում, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի դեմ ռազմական գործողությունները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ նախորդին իրանական ուժերը բալիստիկ հրթիռներով անակնկալ հարձակում են փորձել իրականացնել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ուժերի դեմ, շեշտելով, որ իրանական բոլոր հրթիռները վնասազերծվել են։ Իրանական Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ Քեշմ կղզու բնակելի շենքերից մեկին ամերիկյան հարվածը 3 մարդու կյանք է խլել, այդ թվում 1 երեխայի, ևս 2 երեխա հոսպիտալացվել է։ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի արևմտյան Ադրբեջան նահանգին, արկի ընկնելու տեղում բնակելի շենքեր եւ այլ կառույցներ չեն եղել։ Սոհերի մասին դեռևս տեղեկություն չկա։ Սրան զուգահեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեսանյութ է հրապարակել եւ հայտնել Հորդանանում ԱՄՆ ավիաբազայի եւ հրամանատարական կենտրոնի ուղղությամբ հարվածների մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ զրուցել է ԱՄՆ պատերազմի նախագահ Փիթ Հեգզեթի հետ։ Նրա խոսքով ամերիկյան պաշտոնյան բարձր գնահատական է տվել Իսրայելի կարողություններին ու վճռականությանը։ Մենք նայում ենք աշխարհին եւ տեսնում ենք երկրներ, որոնք ունեն կամք կռվելու Միացյալ Նահանգների հետ, բայց չունեն այդ կարողությունը։ Եվ կան երկրներ, որոնք ունեն այդ կարողությունը, բայց չունեն այդ կամքը։ Միայն Իսրայելում ենք տեսնում եւ կամքը, եւ կարողությունը։ Մեջբերել է Նեթանյահուն Հեգզեթի խոսքերը։ Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 78-ի, ավելի քան 300,000 բնակիչ մնում է աղետի գոտում, ջրածածկվել է 551 բնակավայր, առավել բարդ իրավիճակը պահպանվում է Չարայդեո օկրոգում, որտեղ տարերքից տուժել է ավելի քան 137,000 մարդ։